Շնորհակալություն, հաջորդ հարցը Free News։ Պարոն վարչապետ, վերջին շրջանում տեղեկություններ տարածվեցին, որ մեզ հայտնի որոշ ուժեր Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ են բերելու Հայաստան ընտրություններին մասնակցելու նպատակով։ Արդյոք այդ տեղեկությունները ճիշտ են եւ եթե այո համապատասխան մարմինները ինչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ եւ եթե այնուամենայնիվ այդ գործընթացը կարողանան իրականացնել Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ բերել, նրանց ձայնը ինչպես կազդի ընտրությունների ելքի վրա ըստ ձեզ։ Հիմա նոր դուք մի հարց եք տալիս, որի պատասխանը ես պիտի շարունակեմ ձևակերպեմ ի շարունակություն նախորդիվ տված իմ պատասխանի, որովհետև արդեն ամիսներ մենք ուղիղ եթերում շփվում ենք մարդկանց հետ։ Եվ ես չեմ հաշվել իհարկե, բայց ով ժամանակ ունի եւ տրամադրված է կարող է հաշվել։ Բայց առնվազն տասնյակ այսօր էլ Մոսկվայից, Կրասնոդարից, չգիտեմ, ամենատարբեր հատվածներից մարդիկ գալիս են եւ ասում են, որ իրենք հատուկ եկել են Հայաստան, որպեսզի քվեարկեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ես չգիտեմ, այդ մարդկանց ուղարկել են, թե այդ մարդիկ իրենց որոշմամբ են եկել, բայց ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության նույն բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, եթե ով էլ գա, 65 եւ ավել տոկոս քվեարկելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ինչի եմ համոզված, որտեղ ես տեսնում եմ իրական մարդկանց, իմիջայլոց շատերս ընթացքում բանով են, ինչ որ վիդեո զանգով են։ Այսինքն այսօր քանի հոգի Մոսկվայից եւ այլ վայրերից կապ հաստատեցին իրենց հարազատների միջոցով, ասելով, որ պատրաստվում են գալ եւ քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Իսկ ընդհանրապես ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցությունը, դուք գիտեք, դա արդեն ուրիշ պատմություն է իր հետևանքներով։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար